Ըստ խնդրի ունենք տրված դոմինո խաղի բոլոր 28 խաղաքարերը 0-ից մինչև 6 թվանշաններով։ Վալերին օգտագործել է այդ բոլոր խաղաքարերը, դասավորել է շարքով այնպես, որ իրար կողք դրված քարերի հարևան համարները լինեն նույնը։ Սկսենք առաջինից, ապացուցենք, որ Վալերիի դասավորության առաջին եւ վերջին թվերը համընկնում են։ Նախ նկատենք, որ 0-ից մինչև 6 թվանշաններից յուրաքանչյուրը բոլոր խաղաքարերում օգտագործվում է 8 անգամ։ Դիտարկենք օրինակ 6-ը։ Այն օգտագործվում է միայն առաջին շարքում 0-ի հետ, 1-ի հետ, 2-ի հետ, 3-ի հետ, 4-ի հետ եւ 5-ի հետ մեկական անգամ։ Վերջին զույգում ունենք 2 6։ Հիմա դիտարկենք Վալերիի դասավորությունը։ Ենթադրենք առաջին քարի առաջին թվանշանը A է, իսկ վերջին քարի վերջին թվանշանը B։ Հիմա, եթե առաջին քարի երկրորդ թվանշանը լինի C, ըստ պայմանի հաջորդ քարի առաջին թվանշանը նույնպես պետք է լինի C։ Նույն կերպ, եթե վերջին քարի առաջին թվանշանը լինի D, նախավերջին քարի վերջին թվանշանը նույնպես պետք է լինի D։ Եվ այսպես միացումների տեղերում ստանում ենք թվանշանների զույգեր։ Այժմ առաջին պահանջը ապացուցելու համար կատարենք հակասող ենթադրություն։ Ենթադրենք անհավասար չէ B-ին։ Այդ դեպքում կենտրոնական հատվածում պետք է օգտագործվի 7 հատ A թվանշանից, քանի որ մեկը արդեն իսկ օգտագործել ենք սկզբում։ Սակայն քանի որ, ինչպես արդեն պարզեցինք, կենտրոնում թվանշանները օգտագործվում են միայն զույգերով, իսկ 7 հատ A-ն մենք չենք կարող բաշխել զույգերի, հետևաբար մեր հակասող ենթադրությունը սխալ է եւ ուրեմն անհավասար է B-ին։ Անցնենք երկրորդ պահանջին։ Ունենք 36 խաղաքար, որոնք կազմված են 0-ից մինչև 7 թվանշաններով, որոնցից յուրաքանչյուրը հետևաբար օգտագործվում է 9 անգամ։ Ունենք նաև նույն շարքը, նույն դասավորությունը եւ պետք է պարզենք արդյոք կհամընկնեն առաջին եւ վերջին թվերը։ Այս դեպքում արդեն կենտրոնական հատվածում կօգտագործվի 8 հատ A, որը մենք արդեն կարող ենք բաշխել զույգերի։ Հետևաբար հնարավոր է նաև, որ անհավասար չլինի B-ին։